Միացյալ Նահանգների փոխնախագահի Հայաստան հնարավոր այցի մասին մեկ ամիս մամուլում շրջող լուրը հաստատվել է։ Թրամփն է գրել Truth սոցիալական կայքում, բացահայտելով, որ փետրվարին նաև Ադրբեջանում է լինելու JD Vance-ը։ Մենք կխորացնենք մեր ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ, կկնքենք խաղաղ միջուկային համագործակցության հիանալի համաձայնագիր Հայաստանի հետ, պայմանագրեր մեր մեծ կիսահաղորդիչային արտադրողների համար, ինչպես նաև կվաճառենք Ադրբեջանին ԱՄՆ-ում արտադրված պաշտպանական սարքավորումներ, ինչպիսիք են զրահաբաճկոնները և նավակները։ Ադրբեջանում ամերիկյան օրակարգի մասին Թրամփի գրած կարճ նախադասության մեջ մտահոգիչ տողատակեր է տեսնում միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը։ Նրա կարծիքով ռազմավարական գործընկերության խորացումը նշանակում է Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնությունը արգելող 907-րդ լրացման վերջնական չեղարկում։ Ալիևը հայտարարել էր, որ հույս ունի Թրամփի վարչակազմը կկարողանա համոզել կոնգրեսի անդամներին չեղարկել 907-րդ լրացումը։ Եթե այս տենդենսներով շարունակվի, չի բացառվում պաշտոնապես 907 բանաձևի չեղարկումը և դրա հիման վրա արդեն գիտեք սպառազինության տրամադրումը Ադրբեջանին։ Չնայած Թրամփը ներկայացնում է, թե և Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն իր ընկերներն են, 907-րդ լրացման չեղարկումը խիստ անհավասար պայմաններ կստեղծի հայ-ամերիկյան ու ադրբեջան-ամերիկյան հարաբերություններում։ Այսինքն դու զինում ես մի երկրին, որի զսպիչ դերակատարություն ես ստանձնել որպես միջնորդ, բայց այս պահին սկսում ես նորից զինել։ Մինչև ռազմաքաղաքական բալանսը չի կարգավորվում, հետևաբար մի կողմը մյուսի հանդեպ նույն ռազմական տրամաբանությունը, օկուպացիան, էքսպանսիոնիստական մտադրությունները կարող է իրականացնել։ Թրամփն իր ձեռքով կարող է ջուրը գցել իր ձեռքբերումը, ինչպես սիրում է ձևակերպել, իր կանգնեցրած 8 հակամարտություններից մեկի լուծման փառքը։ Այն էլ մի հակամարտություն, որ լուծել է Ռուսաստանի տարածքում, ինչպես ինքն է անվանել Կովկասը այս շաբաթ։ Ինքը իր անձը մեծարելու համար ասեց, որ դա Ռուսաստանի տարածքն էր, բայց ես այդ հարցը լուծեմ։ Այսինքն ինքնին տպավորություն է ստեղծվում, որ նա ընդունում է, որ Հարավային Կովկասը դա ռուսական ազդեցության գոտու տակ է, բայց այդ տեսեք այդ ազդեցության գոտում բացառապես իմ մենաշնորհն էր, որ հաստատվեց խաղաղություն։ Հայաստանի ու Ադրբեջանի ներկայությունը խաղաղության խորհրդում սիմվոլիկ բնույթ ունի միջազգայնագետի համոզմամբ։ Թրամփը որպես իր կարգավորած հակամարտություններից մեկի փաստացի օրինակ է ներառել Երևանին ու Բաքվին խորհրդի կազմում։ Նա դիտարկում է, որ Հայաստանը և Ադրբեջանը դաշնակից երկրներ են, այսպես ասած լավ աչքով է նայում այդ երկրներին, որովհետև այդ լիդերների միջոցով կարողացել է իր իմիջը բարձրացնել, հաստատելով, որ նա կարողացել է այդ կոնֆլիկտը լուծել։ 365 օրում 365 դիվանագիտական հաղթանակների փառքն ամրագրելու համար Միացյալ Նահանգների նախագահը հիմնադրեց խաղաղության խորհուրդը, իր շուրջը միավորելով մերձավոր արևելքի որոշ երկրների, արաբական որոշ պետությունների, Բուլղարիային, Հունգարիային, Հայաստանին ու Ադրբեջանին, որ եվրոպական մի շարք երկրների առաջնորդների ականջին որպես մակը քանդելու ահազանգ է հնչել։ Այն ֆորմատը, որ առաջարկել է նախագահ Թրամփը և այն կառուցակարգը, որը դրել է որպես կառույց, այդպիսին դա որոշակի նմանություն ունի ՄԱԿ-ին։ Լավագույն դեպքում 2-3 ամիս անց կարող ենք ֆիքսել, թե դա նույն կառուցակարգային, նույն վերպետական կառույց ՄԱԿ-ի նման կառույց է լինելու, թե ինչ-որ ֆիկտիվ կառույց, որը ընդ որում չի բացառվում, որ ժամանակի ընթացքում ինչպես ստեղծվել է, այնպես էլ կորչի։ Ի վերջո Թրամփի իշխանությունը հավերժ չէ, նրա իմպիչմենտի հարցն էլ օրակարգում է։ Հաջորդ իշխանությունը կարող է մեկ վայրկյանում վերացնել սիրելի առաջնորդների հետ ստեղծած Թրամփի խաղաղության խորհուրդը, որի էությունը եվրոպացիների համար անհասկանալի է։ Վենեսուելայի նախագահին իր երկրից առևանգած, Գրենլանդյան Կուբան պահանջող, Իրանին պատերազմով սպառնացող ԱՄՆ նախագահն է խոսում խաղաղության մասին։ Աբսուրդի ժանրից է, որ դու Դանիայի նման պետությունը, որը քո դաշնակիցն է ՆԱՏՕ-ում, դու տերիտորիալ պահանջներ ես ներկայացնում, անգամ սպառնալիքներ ես հնչեցնում։ Հիմա ստացվում է, որ նույն տրամաբանությամբ Միացյալ Նահանգները պաշտպանության նախարարությունը անվանում են պատերազմի նախարարության, բայց խաղաղության խորհուրդ են ստեղծում։ Միջազգայնագետը նկատում է, եվրոպական երկրներին ոչ այնքան պետք է անհանգստացնի խաղաղության խորհրդի ստեղծումը, որքան Թրամփի ծավալապաշտական ծրագիրը։ Մի բան, ինչի համար Ռուսաստանին է սիրում մեղադրել Արևմուտքը։
Աշխարհակարգի փոփոխության պայմաններում Միացյալ Նահանգներն է դարձել Եվրոպայի համար արտաքին սպառնալիք։ Եթե մինչև այս պահը խոսում էին Ռուսաստանի ծավալապաշտական նկրտումների մասին Եվրոպայի հանդեպ, որ այ հիմա Ուկրաինայից հետո Ռուսաստանը անցնելու է արևելյան Եվրոպայի երկրների էքսպանսիոնիստական, ընդ որում այդ քաղաքականությունը իրենք ներկայացնում են, որ օր առաջ կարող է տեղի ունենալ, հիմա ընդհակառակը իրենց համար արտաքին վտանգ է Միացյալ Նահանգները, որը որ Իսլանդիան ասում է նույն տրամաբանությամբ Գրենլանդիայի կվերցնի։ Իդեպ հանրային կարծիքի ֆրանսիական ինստիտուտի վերջին հարցման տվյալով ֆրանսիացիների 51%-ը կարծում է, որ առաջիկա տարիներին Թրամփի Ամերիկան ռազմական սպառնալիք կլինի Ֆրանսիայի համար։ Ըստ նույն հարցման ֆրանսիացիների 80%-ը Ռուսաստանից է սպառնալիք սպասում։ Լիլիթ Սարգսյան, Աշոտ Մնոյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։